Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, AFL YouTube ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային շաբաթը եւ այն էլ ինչպիսի հանդիպում ենք մենք միասին դիտելու այս 50 րոպեների ընթացքում։ Շաբաթը մեկնարկում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչով, որտեղ կրկին մրցում են միմյանց դեմ Ատլետիկո Երևանն ու Լիվերպուլը։ Եկեք արագորեն հայացք նետենք թիմերի հայտարարություններին ու սկսենք Ատլետիկո Երևանից Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հրանտ Գևորգյան համար 2, Տաճապ Ներսիսյան համար 4, Գոր Մարկարյան համար 5, Արման Ավդալյան համար 6, Թովմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9, ով նաև թիմի ավագն է Վայե Գալստյան համար 10, Ալեքս Մանուչարյան համար 13, Գուրգեն Ռևազյան համար 15 եւ Արտուր Ղանդիլյան համար 20, թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Լիվերպուլ Գրիգոր Արաքելյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Յուրի Հարությունյան համար 4, թիմի ավագ Ջոզեֆ Շանելյան համար 5, Գոր Մարտիրոսյան համար 6, Մխիթար Ամբարսումյան համար 8, Անդրանիկ Պետրոսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանտամիրյան համար 14, Ռաֆայել Մովսիսյան համար 17 եւ Անդրանիկ Կարապետյան համար 77 կա մրցավարի մեկնարկային սուլիչը հանդիպումը մեկնարկած է իսկապես շատ հետաքրքիր ու լարված հանդիպումը մեզ սպասվում։ Սա կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայի, ինչպես նշեցի, ու այստեղ դիմակայությունը բաղկացած կլինի երկու հանդիպումից, այնպես որ այս խաղից բացի դեռ թիմերը մեկ անգամ մեկ շաբաթ անց կրկին կմրցեն միմյանց դեմ, որոշելու եզրափակիչ դուրս եկող թիմին անչափ հետաքրքիր պատկեր է ձևավորվել Չեմպիոնների լիգայում եւ իսկապես երկու թիմերն էլ արժանի են անկախ նրանից որ թիմը կլքի մրցաշարը, որ թիմը դուրս կգա եզրափակիչ, իսկապես այս թիմերի միջև բոլոր հանդիպումներն են միշտ շատ հետաքրքիր են ստացել։ Թոմաս Սարգսյանը առաջին գրոհով Ատլետիկո Երևանը բացում է հանդիպան հաշիվը 1-0-ով։ 1-0 Թոմաս Սարգսյանը հենց առաջին րոպեին առաջ է մղում Ատլետիկո Երևանին հանդիպան հաշվի մեջ, իսկ սա արդեն անհանգստացնելու տեղիք է տալիս իհարկե Լիվերպուլին, գոլ հենց մեկնարկում հանդիպան, բայց Լիվերպուլը իհարկե այն թիմերից չէ, որ մեկ գնդակ բաց թողնելուց հետո չմտածի ընդհանրապես հանդիպան մնացած ժամանակահատվածի մասին, այնպես որ այս հանդիպումը ի հետաքրքրությամբ էլ ավելի կառուցանա այս գնդակից հետո Խանդամիրյան այստեղ կարողացավ հեռացնել գնդակը, բայց այն բաժին հասավ Ատլետիկոյի ֆուտբոլիստերին, հիմա էլ Մանուչարյանի փոխանցումը ուժեղ ստացվեց։ Խանդամիրյան ուղարկեց գնդակը դարպասապ Արաքելյանի ուղղությամբ, այստեղ պրեսինգ է գնացել Ատլետիկո Երևանը ու եսից հիմա կնետեն հենց Ատլետիկոյի ֆուտբոլիստները, այստեղ Արաքելյանը ավելորդ ռիսկի չդիմեց ու կարողացավ հեռացնել գնդակը Ղանդիլյան Ակուլյանի հետ խաղարկեց գնդակը Ղանդիլյանը, Գագիկ Ակուլյան ցածրից այս անգամ փոխանցում հետևեց դեպի Ալեքս Մանուչարյանը, բայց Լիվերպուլի պաշտպանները առաջին արձագանքեցին գնդակին եւ այն հեռացեցին դաշտի սահմաններից դուրս։ Հիմա Ներսիսյանը եզրային նետում է Կիրասնի, այո բավական երկար ժամանակ Ներսիսյանը բացակայում էր Ատլետիկո Երևանի կազմում, բայց երկարատև դադարից հետո նա կրկին վերադարձել է թիմի կազմ, մեկնարկային կազմում հիմա ամեն ինչ կանի այս խաղում օգտելու իր թիմին։ Հիմա Ղանդիլյան շատ լավ փոխանցում տեսանք դեպի Մանուչարյանը, Ակուլյան շատ ակտիվ է մեկնարկել Ատլետիկո Երևանը հանդիպումը, տեսնենք Ակուլյան հերվից հարված ինչ է այստեղ 11 մետրանոց հարված էին պահանջում հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստերը, բայց մրցավարը առայժմ ոչինչ չնկատեց, եզրային հետում այո հստակ ցույց տվեց մրցավարը, չկար այստեղ ձեռքով խաղ, հստակ է իր որոշման մեջ մրցավարը ու չի դիտի կրկնապատկերը, այո ամեն ինչ խաղի կանոնների սահմաններում են, հիմա Ներսիսյանը եզրային նետում է կատարում դեպի Մանուչարյանը։ Մանուչարյան գրոհի տեղափոխություն դեպի ձախ, Գոր Մարկարյանն է կասեցնում այստեղ գնդակը։ Բայց այստեղ անհաջող ստացվեց Մարկարյանի փոխանցումը, չհասկացան միմյանց այստեղ Ատլետիկո երկու ֆուտբոլիստներ, հիմա եսից արդեն կնետի Լիվերպուլը, թիմերը այո այս վերջերս կրկին հանդիպել էին միմյանց գավաթի շրջանակներում, այնտեղ դիմակայությունը մեկ հանդիպումից էր բաղկացած եւ կարողացավ Լիվերպուլը հաղթել այդ խաղում 4-0 հաշվով Ատլետիկոյին, բայց այսօր արդեն Ատլետիկո Երևանից մեկնարկից շատ ակտիվ է մեկնարկել հանդիպումը հանդիպան սկզբից ու հիմա արդեն Լիվերպուլը հայտնվել է պարտվողի կարգավիճակում, Շանելյան դեպի Համբարձումյանը փոխանցում տեսանք այստեղ Ներսիսյանը շատ ճիշտ պաշտպանվեց, հիմա էլ կարծես ձգեց մկանը Տաճապ Ներսիսյանը, տեսնենք ինչ է պատահել Ատլետիկո Երևանի 4-րդ համարին։
Հուսանք որ վնասվածքը լուրջ չի լինի Ներսիսյանի, ու նա կարողանա շարունակել, հիշեցնեմ, որ բավական երկար ժամանակ է Ներսիսյանը բացակայում էր, բայց այո, ամեն ինչ կարգին է նրա հետ, ու նա կրկին շարունակի հանդիպումը։ Թոմաս Սարգսյան Մարգարյանի հետ խաղարկեց, Ակուլյան դեպի Սարգսյանը կրկին փոխանցում տեսանք ու Մանուչարյանին է ուղղված այս գնդակը, բայց Հարությունյանը այստեղ դիրքային պայքարը շահեց, հետո այդ գնդակը դուրս եկավ հենց Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստներից։ Գրիգորյան Դավթյանի հետ է խաղարկում գնդակը, Ռոման Դավթյան թողեց այստեղ Յուրի Հարությունյանին, Շանելյան շարժվում է առաջ Ժոզեֆ Շանելյանը գնդակով, բայց այստեղ Գալեսյանը նրան դիմավորեց, հետո էլ Թոմաս Սարգսյանը եկավ օգնության Գալեսյանին ու մի համուր ուժերով կարողացան Ատլետիկոյի ֆուտբոլիստները խլել գնդակը այստեղ։ Հիմա եզրային նետում կտեսնենք։ Բայց այստեղ էլ սխալվում է Ատլետիկո Երևանը ու եզրային նետումը կլինի Լիվերպուլինը։ Այո, Չեմպիոնների լիգայի այս զույգը կիսաեզրափակիչում ձևավորվել այս երկու թիմերի միջև, իսկ մյուս կիսաեզրափակիչը կրկին հետաքրքիր դիմակայություն է ձևավորվել Մանչեսթեր Սիթի ու Բորուսիա Մյունխենգլադբախի միջև, այնտեղ տեղի ունեցել առաջին հանդիպումը թիմերի միջև եւ 3-2 հաշվով կարողացել է Սիթին առավելության հասնել այդ խաղում։ Մարտիրոսյան շատ լավ փոխանցում տեսանք այստեղ Խանդամիրյանից, բայց Ներսիսյանը թույլ չտվեց այստեղ Մարտիրոսյանին կասեցնելուց հետո հարվածել դարպասի ուղղությամբ ու կարողացավ խլել գնդակը այստեղ, հիմա էլ վաստակում է եզրային նետման հնարավորություն։ Այո, 3-2 հաշվով Սիթին կարողացավ շատ գեղեցիկ ու դրամատիկ խաղում հաղթանակ տանել Գլադբախի նկատմամբ, բայց դիմակայությունում մեկ գնդակը առաջին հանդիպումից հետո դեռ ոչինչ չի կարող որոշել, հատկապես այս 4 թիմերի տվյալներին դիտելով, իհարկե ցանկացած թիմ այս 4-ից կարող է 2 գնդակի առավելությամբ նույնիսկ պարտվելուց լինել ու կարողանալ դիմակայությունում հաղթող դուրս գալ։ Հիմա Ակուլյանի փոխանցում ուժեղ ստացվեց ու հարված կլինի Լիվերպուլի դարպասից։ Խանդամիրյանն է ստանում գնդակը։ Կրկին Արաքելյանի ուղղությամբ ուղարկեց, բայց այստեղ գնդակը բաժին է հասնում Ատլետիկոյի ֆուտբոլիստներին, հետո էլ Սարգսյանի փոխանցում ուժեղ ստացվեց ու հարված կլինի կրկին Գրիգոր Արաքելյանի պաշտպանած դարպասից։ Հարությունյան Խանդամիրյանի հետ է խաղարկում ու հեռացեց Խանդամիրյանը այստեղ գնդակը, այո, պրեսինգ կար կրկին Ատլետիկոյի ֆուտբոլիստների կողմից։ Ներսիսյան ստացվեց անցումը Ներսիսյանի, հասցրել է փոխանցում կատարել, բայց խախտեց այստեղ խաղի կանոնները, այո, բաց ոտքով գնաց մրցակցի վրա, իսկ դա իհարկե խաղի կանոնների խախտումը հստակ ցույց տվեց մրցավարը, այստեղ արագորեն խաղարկում են Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը, բայց կրկին այն բաժին ասավ Ատլետիկոյին, Գալեսյան Ղանդիլյանին է ուղարկում, ստացվեց մեկ մրցակցի հասնել Ղանդիլյանի մոտ, Եգորթին չեղավ, բայց կարծես գնդակը Ատլետիկո Երևանինը կլինի, այո, Տուգանային արված է նշանակել մրցավարը, կարա խաղի կանոնների խախտում Ղանդիլյանի դեմ պայքարում։ Խաղարկում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը Ակուլյան։ Մնաց գնդակով Ակուլյանը, այո, հասցրեց այստեղ պայել գնդակը Ատլետիկոյի մոտ։ Թոմաս Սարգսյան գուցե հերվից փորձի, բայց շեղությամբ է ստացվում այս անգամ Սարգսյանի կատարած հարված ու նորից Լիվերպուլի դարպասապահ գնդակը կմտցնի խաղի մեջ Յուրի Հարությունյան։ Այո, իհարկե մեկ գնդակը դեռ կրկին նշում եմ ոչինչ չի որոշում, մանավանդ որ հանդիպումը նոր է մեկտարկել, առաջին խաղակեսը դեռ ընթանում կա, մի ամբողջական երկրորդ խաղակես գումարած առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածը Մանուչարյանի հարվածը թույլ է ստացվում այստեղ ու չմոռանանք, որ կա դեռ պատասխան հանդիպում, այնպես որ կարծում եմ այս հանգամանքը միանշանակ հաշվի են առել Լիվերպուլի ֆուտբոլիստները եւ դա է միակ պատճառը, որ ողջ ուժերով այս րոպեներին չեն նետվում առաջ, այստեղ Շանելյանի փոխանցում ուժեղ ստացվեց ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի դարպասից։ Տեղադրեց գնդակը Գասպարյանն ու այն ուղարկեց իրենից դեպի աջ, Տաճատ Ներսիսյան,
Շատ լավ նկատեց Վայե Գալստյանի առաջխաղացումը, գուցե մի անգամից փորձի Գալստյանը դեպի Մանուչարյանը փոխանցում, Մանուչարյանը հարվածու մի փոքր թույլ ստացվեց Մանուչարյանի կրկին կատարած հարվածը, վերցեց Լիվերպուլի դարպասապը, հիմա Գրիգորյանի փոխանցումը չհասավ Համբարձումյանին ու Ատլետիկոն նորից տետվում է առաջ Մարկարյան, այստեղ մաքուր խլեցին գնդակը նրանից, հիմա էլ պատասխան գրոյ է անցել Լիվերպուլը, Մխիթար Համբարձումյանն է ստանում Խանդամիրյանից եկած փոխանցումը, Համբարձումյան Դավթյանը կատարեց Ռոման Դավթյանի ուղղությամբ փոխանցում, լավ էր նկատել Դավթյանը Շանելյանին, բայց գնդակը չհասավ այստեղ Շանելյանին ու Ատլետիկոյի ֆուտբոլիստները սկսում են խորքից թիմի ավակտ հիմա գնդակով Գագիկ Ակուլյանը Տաճատ Ներսիսյան մի փոքր հանգիստ են այս րոպեներին իրենց գում խաղադաշտում երկու թիմերն են իհարկե Ատլետիկոն այս պայն իհարկե չունի շտապելու ոչ միտեղ հիմա Սարգսյանն է ձախ եզրով առաջ շարժվում Թոմաս Սարգսյան երկու մրցակից նրան դիմավորեց ու ստիպված եղավ Սարգսյանը նահանջել Մարկարյան Ակուլյանին կատարեց փոխանցում գրոյ տեղափոխություն դեպի Ղանդիլյանը գեղեցիկ գրոյ են կազմակերպել Ատլետիկոյի ֆուտբոլիստները Գագիկ Ակուլյան շատ լավ է նկատել Վայե Գալստյանին բայց այստեղ Գալստյանը փորձեց թողնել Գնդակը որպեսզի հասնի Արաքելյանից, բայց դա տեղի չունեցավ Շանելյանն է հիմա սկսում Լիվերպուլի հերթական գրոհ ու սխալվում այստեղ փոխանցում կատարելից Մարկարյան, Վայե Գալստյանին է ուղղված փոխանցումը ու կրկին ուժեղել Մարկարյանի կատարած փոխանցումը հիմա կրկին պրեսինգ են գնացել Ատլետիկոյի ֆուտբոլիստները ու ստացվեց այո խլել գնդակը մրցակցից Ղանդիլյան Նկատեց Մանուչարյանի վտանգավոր է ով է պետք է հարվածի Գալստյանը Թոմաս Սարգսյան ու այստեղ հասցրեց Գրիգորյանը հեռացնել գնդակը այո չի հայտնել դարպասում անփոփոխ է հանդիպան հաշիվը Հիմա տեսնենք ինչ է պատահել Արաքելյանին ու Մարկարյանին այնտեղ բախում եղավ ֆուտբոլիստների միջև Բայց շատ լավ հնարավորություն հիմա կորցեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները, այո Սարգսյանի կատարած հարվածից հետո չհայտվեց գնդակը դարպասում, հետո էլ Մարկարյանը փորձեց ավելացնելու հարված ստացավ ոտքին, բայց իհարկե Արաքելյանը Լիվերպուլի ֆուտբոլիստը խաղաց գնդակին հետո նոր Մարկարյանին հարված կատարեց Այո, կանգնեց ոտքի Մարկարյանը, բայց հիմա փոխարինում կկատարի Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Հայկ Միրզոյան, այո առայժմ չի կարողանում շարունակել հանդիպումը Գոռ Մարկարյանն ու Գևորգյանը նրա փոխարեն դուրս կգա խաղադաշտ Այո, փոփոխությունը կատարված է Ամենայն հավանականությամբ Մարկարյանին հիմա օգնություն կցուցաբերեն, որից հետո նրան կրկին հույս կունենանք տեսնել խաղադաշտում։ Հիմա կա մրցավարի սուլիչ ու եզից պետք է նետի Ատլետիկոն Ղանդիլյան, Սարգսյանին ուղարկեց գնդակը, Խանդամիրյանն էլ այստեղ փակեց Սարգսյանի կատարած փոխանցման ճանապարհը, նորից եզից նետում է Ատլետիկոն Մանուչարյան Գեղեցիկ գործեց այստեղ Ալեքս Մանուչարյանը, բայց Սարգսյանի փոխանցումը կրկին չհասավ Ասիատիրոջը ու հիմա Արաքելյանը շատ լավ փոխանցում է կատարում Գրիգորյանի ուղղությամբ Վարդան Գրիգորյան լավ արգելակեց այստեղ շատ լավ նկատեց Խանդամիրյանի գրոյի միացումը Նարեկ Խանդամիրյանն է աչի եզրում Մարտիրոսյան Բայց այստեղ չանցավ Մարտիրոսյանի կատարած փոխանցում ու Ատլետիկոն կրկին հակագրոյի անցնում կհասնի այս գնդակին արդյոք Ղանդիլյանը որ շողեց Մանուչարյանին Մանուչարյան պահել է գնդակը դաշտի սահմաններում բայց եզրային նետում է նշանակել մրցավարը Ատլետիկոյի օգտին այո Խանդամիրյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից կատարեց եզրային նետում Մանուչարյանը Ղանդիլյան Բարձից փոխանցում, բայց այստեղ Գրիգորյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Ներսիսյան գուցե հեռվից փորձի ոչ։ Ակուլյան։ Շատ լավ նկատեց Թոմաս Սարգսյանին Ակուլյանը։ Նորից Ղանդիլյանն է գնդակով։ Թոմաս Սարգսյան։ Մանուչարյանն է ստանում գնդակը, կա փոխանցում, բայց Գրիգորյանը նորից առաջինն է արձագանքում գնդակին ու հիմա Լիվերպուլը անցնում է գրոյի Մխիթար Ամբարշումյան
Ձախ եզրում է հիմա գրոյի հայտնվել Ամբարձումյանը շատ լավ փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Գևորգյանը թույլ չտվեց, որպեսզի հաջող կասեցնի գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստը Խանդամիրյանն լերվից հարվածեց ու Գասպարյանը այո հեռացեց գնդակը հասցրեց հեռացնել Եզրային նետում հիմա կկատարեն Լիվերպուլի ֆուտբոլիստները Խանդամիրյան կատարեց փոխանցում դեպի Մարտիրոսյանը Մարտիրոսյանն բարձրից վտանգավոր է ու այստեղ ինչ է կատարվում կարծես հարված ստացավ Անդրանիկ Կարապետյանը բայց առայժմ ոչինչ չի նշանակել մրցավարը ամենայն հավանականությամբ հիմա կդիտի կրկնապատկերը նախորդ դրվագին հասկանալու համար կար արդյոք 11 մեծանոց հարված թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը, այո ու չկար 11 մեծանոց հարված, հիմա գնդակը խաղարկեն ատլետիկոյի ֆուտբոլիստները, այո Տուգանային հարված է նշանակել մրցավարը, այդ ընթացքում է դիտում դրվագի կրկնապատկերը Կարապետյանի հետ տեղի ունեցածի, հիմա խաղարկում է ատլետիկոն գնդակը Ակուլյան, դեպի Գալստյանը փոխանցում հետևեց, Սարգսյանն է կրկին ձախ եզրում ստանում գնդակը, շատ ակտիվ այսօր Թովմաս Սարգսյանը խաղադաշտում, իսկապես հենց առաջին րոպեին կարողացավ բացել հանդիպանաշովը, հետո էլ դրանից հետո 2-3 վտանգավոր հարվածներ հետևեց Սարգսյանի կողմից դարպասի ուղղությամբ, բայց առայժմ այս գնդակից հետո անառիկ է երկու թիմերի դարպասն էլ Շանելյան շատ առանցքային ֆուտբոլիստ է Շանելյանը թիմի կազմում, իսկապես մեկ դրվագում կարող է հանդիպան գրոյի ելք վճռել, հիմա Լիվերպուլը շատ լավ գրոյի անցել, բայց այստեղ չհետևեց փոխանցում դեպի Մխիթար Ամբարձումյանը, այլապես միայնակ կմնար դարպասապայի դիմաց Ամբարձումյանը Ակուլյան Շորքից փոխանցում Բայց այստեղ ոչինչ տեղի չունեցավ Ժոզեֆ Շանելյան նորից Ամբարձումյանի հետ է խաղարկում Բայց այստեղ հարվածը կարողացավ հեռացնել Աշոտ Գասպարյանը անկյունային կիրացնել Լիվերպուլի ֆուտբոլիստները Տեսնենք այս անկյունայինի խաղարկում ինչ կտա Լիվերպուլին, Մարտիրոսյանն է կրկին իրացնում գնդակը Կա փոխանցումը Այստեղ Խանդամիրյանն է ստանում գնդակը հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց Գասպարյանը տեղում էր ու կարողացան հեռացնել ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը այստեղ իհարկե Շանելյանը դրության տեղն է Շանելյան հասցրեց ազատվել գնդակից Մխիթար Ամբարձումյան Մարտիրոսյանն է ստացել գնդակը Միացեց գրոյին Մխիթար Ամբարձումյանին, բայց այստեղ մի ամուր ուժերով կարողացան ատլետիկոյի ֆուտբոլիստները կրկին հեռացնել գնդակը եւս մեկ անկյունային կիրացնել Լիվերպուլը արագորեն խաղարկեց Մարտիրոսյանը գնդակը Գրիգորյանի հետ, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Ավդալյանի կողմից 2-6 համարների պայքար ու խախտեց խաղի կանոնները Արման Ավդալյանը, Դավթյանն է գնդակի մոտ, այս Տուգանայինը խաղարկելու համար Բայց այս խաղարկումը ոչինչ չտվեց այս պայն Լիվերպուլին, Վայե Գալստյան կարողացավ հեռացնել գնդակը այստեղ Դավթյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-1 օգտվեց իրեն ընձեռնված հնարավորությունից Լիվերպուլից Ռոման Դավթյանն էլ անկասելի հարվածով գրավեց ատլետիկոյի դարպասը 1-1 հաշիվը հավասար է Մեկտարկած է հանդիպումը Դավթյանի խփած գնդակից հետո հանդիպան հաշիվը հավասար է ու հիմա արդեն տեսնենք երկու թիմերն ինչ կփորձեն անել Սարգսյանը այստեղ հերու թողեց իրենից գնդակ ու ես իսկ նետի Լիվերպուլը
Հարությունյան կատարեց փոխանցում Շանելյանի ուղղությամբ, այո, հիմա արդեն հանդիպան ընթացքը միանշանակ կփոխվի, երկու թիմերն էլ արդեն հավասարի են։ Մեկ տարկում 1-1 հաշվից հետո սխալվում է այստեղ Լիվերպուլը, բայց Գրիգորյանը ասեց հեռացնել գնդակը։ Թոմաս Սարգսյան եւս մեկ հարված ու Արաքելյան այստեղ դիպավ գնդակին եւ անկյունային կիրացնեն Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները։ Կա փոխանցումը Գրիգորյանը այստեղ կարողացավ հեռացնել գնդակը, բայց ոչ այնքան հեռու, երկրորդ տեմպով է փորձում գրովել Ատլետիկոն, բայց այստեղ Համբարձումյանը խլեց գնդակը, հետո էլ նրա կատարած փոխանցումը չանցավ Վահե Գալստյան։ Մանուչարյան բարձից փոխանցումը այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Գոր Մարտիրոսյան, Վարդան Գրիգորյանի հետ է խաղարկում գնդակը, Շանելյան, Դավթյան, կրկին Շանելյան, կարողացան այստեղ դուրս գալ պաշտպանությունից Լիվերպուլի ֆուտբոլիստները, բայց հիմա կրկին գնդակով Ատլետիկոն է, Ալեքս Մանուչարյան, Ակուլյանի հետ է խաղարկում, Ներսիսյան, կրկին Ակուլյանն է ստացել գնդակը, Ալեքս Մանուչարյան, նորից Ակուլյան, խաղարկում են Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները գնդակը, Գևորգյանն է հիմա ձախ եզրում գնդակով, Դավթյանն է նրան դիմավորում, բայց հետ ուղարկեց այստեղ գնդակը Գևորգյանը դեպի Ներսիսյանը ու տեսնենք Ներսիսյանը կրկին փոխանցեց Գևորգյանի ուղղությամբ, Գալստյան շատ լավ նկատեց հիմա աշեզում գտնվող խաղանկերոջ, այստեղ Ակուլյանն էր, Գևորգյան, պրեսինգ է գալիս հիմա Համբարձումյանը, բայց պայեց Գևորգյանը գնդակի իր մոտ, հիմա հաստրեց բացազատվել գնդակից, Ներսիսյան, առաջում խաղարկում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը, Թոմաս Սարգսյան եւս մեկ արված ու նորից Սարգսյանը առաջ է մղում Ատլետիկոն 2-1 դուբլ Թոմաս Սարգսյանի անվան դիմաց։ Երկու մեկ Ատլետիկո Երևանը կրկին առաջ է անցնում, հաշվում է ու նորից Թոմաս Սարգսյանը դառնում գոլի հեղինակ օգտվելով իրեն ընձեռնված հնարավորությունից։ Լիվերպուլը կրկին հայտնվել է պարտվողի կարգավիճակում։ Տեսնենք այս անգամ ինչ կփորձեն անել Լիվերպուլի ներկայացուցիչները, Մարտիրոսյան, Մանուչարյանն է նրա դեմ բայկարում ու կարողացավ հեռացնել գնդակը եզրային նետում հիմա Կիրասնի Լիվերպուլը, Գոր Մարտիրոսյան, կա փոխանցում այստեղ Գևորգյանը հեռացեց ոչ այնքան հեռու, վտանգավոր է Մխիթար Համբարձումյան, բայց այստեղ Ակուլյանը թույլ չտվեց հարված կատարել Համբարձումյանին ու հարված կլինի Ատլետիկոյի դարպասից վերջինս գնդակը հենց Համբարձումյանից էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ 2-1 առաջի խաղակեսին շատ քիչ խաղաժամանակ է մնացել։ Ու շատ կարևոր պահի Սարգսյանը կրկին աչքի ընկավ իր թիմի կազմում։ Գալստյան շատ լավ փոխանցում ստացավ Գևորգյանից Գալստյանը, բայց այստեղ ոչինչ անել չստացվեց։ Հիմա կրկին Գևորգյանն է գնդակով ու խախտեց խաղի կանոնները։ Կա մրցավարի սուլիչը հիմա խաղարկում են գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները, Ջոզեֆ Շանելյան, խաղակեսին քիչ խաղաժամանակ է մնացել ու հիմա պետք է փորձի արդեն Լիվերպուլի վերջին գրոհներից մեկը դիպում։
իրացնել, բայց իհարկե դա այդքան էլ էս չէ։ Այստեղ փորձեց Ավդալյանը խլուն կատարել, չստացվեց, հիմա Հարությունյանն է գնդակով, Դավթյան մեկը պումով փոխանցում էր հետևում դեպի Մարտիրոսյանը, բայց առաջինը գնդակին արձագանքեց Ալեքս Մանուչարյանն ու կրկին Ատլետիկո Երևանը փորձում է սկսել երթական գրոններից մեկը Մանուչարյան Ներսիսյանի հետ է խաղարկում, չկային տարբերակներ, Ստիփաձի հետ ուղարկեց գնդակը, Վայ Գալստյան Մանուչարյան փորձեց մեկը պումով հասցնել գնդակը Ակունյանին, բայց Խանդամիրյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա Դավթյանն է գնդակով Մխիթար Համբարձումյան վտանգավոր է նորից Դավթյանն է ստացել գնդակը թողեց Նարեկ Խանդամիրյանին տեսնենք հարվածքի հետևի դարպասի ուղղությամբ ոչ այստեղ Ակունյանը կարողացավ վերացնել իսկ Խանդամիրյանը նահանջեց ու թույլ չտվեց շատ վտանգավոր հակագրոս սպառնա իր թիմի դարպասի ուղղությամբ Վարդան Գրիգորյան կրկին անցել է գրոյի Լիվերպուլը Տոր Մարտիրոսյան Մարտիրոսյան կա փոխանցում ու այստեղ Հրանտ Գևորգյանը կարողացավ վերացնել գնդակը եւս մեկ գրոյի անցնում Լիվերպուլը Խանդամիրյան կա Հարությունյանի տարբերակը կատարեց փոխանցում Աչից Համբարձումյանն է ազատ բայց Հարությունյանը հերվից հարվածեց ու հավասարեցնում է հանդիպան հաշիվը 2-2 Լիվերպուլը խաղակեսի վերջ տամասում հավասարեցնում է կրկին հանդիպան հաշիվը Յուրի Հարությունյան 2-2 եւ առաջի կեսը հենց այստեղ է լավ վարձում է մարտական ոչ ոքի հաշվով կարճատև դատար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլիստներ մեկնարկում է Ատլետիկո Երևանն ընդդեմ Լիվերպուլի հանդիպան երկրորդ խաղակեսը եւ բավական գոլառատու հետաքրքիր առաջին կես ունեցանք 4 գնդակ խփեց առաջի խաղակեսում երկու անգամ Ատլետիկոն առաջ էր հաշվի մեջ բայց երկու դեպքերում էլ Լիվերպուլը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը 2-2 հիմա արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը իշխ մատուցեն մեզ նախ հիշեցնեմ որ կարողացավ Թովմաս Սարգսյանը առաջին րոպեին բացել հանդիպման հաշիվը առաջ մղելով Ատլետիկոին հետո Ռոման Դավթյանը հավասարեցեց հանդիպման հաշիվը Թովմաս Սարգսյանը կրկին առաջ մղեց Ատլետիկո Երևանին հանդիպան առաջի խաղակեսի ավարտից մի քանի րոպե առաջ, բայց խաղակեսի վերջի րոպեում Յուրի Հարությունյանի կատարած հարվածը անկասելի էր ու թիմերը ընդմիջման գնացին 2-2 հաշվի պարագայում։ Հիմա տեսնենք երկրորդ խաղակեսում արդեն որ թիմը կփորձի ավելի ուժեղ գտնվել, հիշեցնեմ, որ սա Չեմպիոնների լիգայի 1 երկրորդ եզրափակիչի դիմակայության առաջին հանդիպումն է եւ հենց հանդիպան առաջի խաղակեսում ունեն խփված արդեն 4 գնդակ, ինչը խոսում է միայն ու միայն այն մասին, որ թիմերից ոչ մեկը չի հանձնվելու եւ երկուսն էլ պայքարելու են բնականաբար եզրափակիչի համար։ Մարտիրոսյան կա փոխանցումը Գրիգորյան արված ու Գասպարյան այստեղ կարողանում է հեռացնել գնդակը Զերծ պայելով Ատլետիկոին հերթական գնդակը բաց թողնելուց հիմա կարողացան Ատլետիկոյի ֆուտբոլիստները դուրս գալ պաշտպանությունից, բայց Գևորգյանը հեռու թողեց գնդակի իրենից։ Համբարձումյան Խանդամիրյանի ուղղությամբ փոխանցումը հետևեց ու դեպի դարպասապահ Խանդամիրյանը կատարեց փոխանցում, այո չկար տարբերակներ եւ պետք է այսպես վարվել նմանատիպ իրավիճակներում Մարտիրոսյան կրկին Գրիգորյանն է ուղարկում գնդակը, բայց Խանդիլյանը թիկունքից մոտեցավ ու խլեց գնդակը Թովմաս Սարգսյան Շատ լավ էր նկատել Մարկարյանին փոխանցումը մի փոքր ուժեղ էր, բայց Ներսիսյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում Տաճատ Ներսիսյան Դավթյանը այստեղ իր վրա ընդունեց գնդակը թույլ չտալով որպեսզի անցնի Ներսիսյանի փոխանցումը Զոր Մարկարյան կրկին Ներսիսյան Խաղարկում են այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը Գևորգյան Ակուլյանի հետ խաղարկեց Գևորգյանը գնդակը դեպի Աչ Ներսիսյանն է հիմա միանում Ատլետիկոյի գրոհին Երկու մրցակցի դեմ է պայքարում, բայց այստեղ կարողացան մի ամուր ուժերով Դավթյանն ու Համբարձումյանը խլել գնդակը նրանից Ռոման Դավթյան հեռացեց գնդակը եզից կնետնի հիմա Ատլետիկոն Թողեց գնդակը Ակուլյանը Ղանդիլյանին Ներսիսյան, կրկին Ղանդիլյան ու շատ հաջող գրոհի տեղափոխությունը դեպի Գևորգյանը Գևորգյան, բայց այստեղ Գրիգորյանի վրա ընդունեց Գևորգյանի կատարած հարվածը եզից կնետի Ատլետիկո Երևանը Մարկարյան Շատ գեղեցիկ գործեց այստեղ Մարկարյանը
ու հետ փոխանցում տեսանք դեպի Գագիկ Ակուլյանը վերջինս էլ գրոհը տեղափոխում է Ղանդիլյանի ուղղությամբ Արթուր Ղանդիլյան Մանուչարյան շատ լավ գրոհ է Ալեքս Մանուչարյան բայց այստեղ Շանելյանը թույլ չտվեց հետո էլ Մանուչարյանին թույլ չտվեցին հարված կատարել ու հիմա Լիվերպուլը կփորձի արագ կազմակերպել բայց Ամբարսումյանի փոխանցումը Մարտիրոսյանի համար ուժեղ ստացվեց Գևորգյան նորից Ատլետիկո Երևանը վերականգնել է գնդակը Ներսիսյան Ռիսկի դիմեց այստեղ Ներսիսյանը չկար խաղի կանոնների խախտում ու երկուսի դիմաց հիմա նետվում է առաջ Լիվերպուլը բայց հաստրեց Ներսիսյանը թիկունքից մոտենալ ու խախտել խաղի կանոնները Համբարձումյանի դեմ պայքարում շատ վտանգավոր դիրքում հիմա Լիվերպուլը վաստակում է Տուգանային հարվածի հնարավորություն ու տեսնենք այս Տուգանայինը ինչ կտա հիմա Լիվերպուլին Տեսնենք, գնդակի մոտ է Անդրանիկ Կարապետյանը, կարծես նա է պատրաստվում հարված կատարելուն Բավական հարմար ու նպաստավոր է դիրքը հարվածի համար կա մրցավարի Սուրիչը Կարապետյան ցածից փորձեց գնդակը անցկացնել պատկազմած ֆուտբոլիստերից, բայց դա տեղի չունեցավ եզից հիմա կնետի Կարապետյանը Հարությունյանն ուղարկեց գնդակը, բայց այստեղ կորցրեց Հարությունյանը գնդակը Թոմաս Սարգսյան հաստրեց ուղարկել գնդակը Ղանդիլյանին Սարգսյան ու պատխաղարկումը ստացվեց Ատլետիկոյի մոտ Ղանդիլյանն է զարգացնում արագություն կա փոխանցում դեպի Սարգսյանը գուցե հետրիկ գնացի Սարգսյանը այո 3-2 Ատլետիկոն նորից առաջ է հասնում հաշվում է ու Թոմաս Սարգսյանը երրորդ գնդակն է իր անվան դիմաց գրանցում այս խաղում 3-2 երրորդ անգամ այս խաղում արդեն Ատլետիկոն առաջ է անցնում հաշվում է ու 3 գոլերն էլ իր անվան դիմաց հեղինակում է Թոմաս Սարգսյանը տեսնենք այս անգամ կստացվի Լիվերպուլի մոտ հավասարեցնել հանդիպան հաշիվը թե այնուամենայնիվ այս Սարգսյանի կատարած հարվածը կմնա առայժմ Ատլետիկոյի օգտին իհարկե շատ լավ ու արագ հակագրոհի անցավ Ատլետիկո Երևանը իսկ Ղանդիլյանը գեղեցիկ կերպով նկատեց Սարգսյանի գրոհի միացում ու այնպիսի փոխանցում կատարեց, որից հետո Սարգսյանին մնում էր այն կերպ ինչպես նա հարված կատարեց գրավել դարպաս, ինչը բարձր մակարդակով արեց Ատլետիկո Երևանի 8 համարը հիմա Գևորգյանը փակեց Հարությունյանի փոխանցման ճանապարհը ու կտեսնենք անկյունային հարված Լիվերպուլի ֆուտբոլիստերի կատարմամբ Բխիթար Ամբարձումյանն է գնդակի մոտ Ամբարձումյան կա փոխանցումը Խանդամիրյան բարձր է ստացում հարվածն Արեգ Խանդամիրյանի կատարած ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի դարպասից Ներսիսյան դեպի Ղանդիլյանը կատարեց փոխանցում Գևորգյան Մարկարյանն է խաղարկեց գնդակը Մարկարյանն է տեղափոխում է գնդակը դեպի Աչեզր Ղանդիլյան նորից Մարկարյան Կրկե Ղանդիլյանին ուղարկեց գնդակը Արթուր Ղանդիլյան ստացվեց այստեղ պատ խաղարկել Ատլետիկոյի մոտ բայց Փակվեց փոխանցման ճանապարհը ու Արաքելյանը գնդակ ուղարկում է Գոր Մարտիրոսյանի ուղղությամբ Վարդան Գրիգորյան շարժում է առաջ Գրիգորյանը Բայց այստեղ Ղանդիլյանը կարողացավ խլել ու ուղարկում է գնդակը Մանուչարյանին 3-2-ի դիմաց ներվում է առաջ Ատլետիկոն Մանուչարյան նորից Մարկարյանին է ուղղված փոխանցումը բայց ինչու շտապեց այստեղ Ալեքս Մանուչարյանը աչից ավելի լավ տարբերակ կար Ղանդիլյանի ուղղությամբ դա տեղի չունեցավ իսկ հիմա Մարտիրոսյանի փոխանցումը դեպի Համբարձումյանը գեղեցիկ էր բայց Ներսիսյանը այստեղ 1-1-ի դեմ պայքարում թույլ չտվեց որպեսզի անսի իրենից մրցակիցը եզրային նետում տիրացնի Ատլետիկո Երևանը Ախպերս արագա փախնում է
Ակուլյան Մարկարյան, կրկին Ակուլյան Այստեղ Հարությունյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա էլ Ակուլյանը հասցրեց պահել գնդակը Ատլետիկոյի մոտ, Սարգսյան բարձից փոխանցում է հետևում դեպի Լիվերպուլի տուգանային հրապարակ, բայց դարպասապահ Արաքելյանը կարողացավ վերցնել գնդակը, ուղարկել առաջ, Ներսիսյանն էլ այստեղ թույլ չտվեց, որպեսզի Լիվերպուլը արագ գրոհի հասնի, բայց հիմա Ղանդամիրյանի կատարած փոխանցումն էլ դեպի Մարտիրոսյան ուժեղ է ստացվում։ Հիմա փոփոխություն Լիվերպուլի կազմում, Դավթյանը կրկին վերադարձավ խաղադաշտ փոխարինելով Յուրի Հարությունյանին, ու հիմա արդեն թարմ ուժերով տեսնենք ինչ կփորձի անել Դավթյանը օգտելով իր թիմին իհարկե, հիմա հենց նա է գնդակով, շատ լավ փոխանցում հետևեց դեպի գոր Մարտիրոսյանը, Կարապետյանն է արվածում դարպասի ուղղությամբ ու մի փոքր չեղությամբ ստացվեց հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստի կատարած հարվածը իսկապես լավ դիրքում ստացավ գնդակը Անդրանիկ Կարապետյանը փորձեց հեռավոր անկյունը գրավել, բայց հարվածը շեղությամբ ընթացավ Գևորգյան լավ է նկատել Խանդիլյանին, բայց Խանդամիրյանը այստեղ առաջինն է արձագանքում գնդակին Մխիթար Համբարձումյան անցավ այստեղ մեկ բրծակցի, բայց Ակուլյանը թիկունքից խանգարեց նրան թույլ չտալով հարված կամ փոխանցում կատարի Համբարձումյանը Ալեքս Մանուչարյան հարված դեպի դարպասը ու Ատլետիկոն 4 գնդակն է հեղինակում կրկնապատկելով իր առավելությունը 4-2 Ալեքս Մանուչարյան 4-2 այո, իսկապես անկասելի ստացվեց Մանուչարյանի հարված Արաքելյանն էր դուրս էր եկել դարպասից հաշվի չառնելով, որ միանգամից կնկատի Մանուչարյանը այդ բաց թողումը ու կգրավի դարպաս, ինչն էլ բարձր մակարդակով արեցեց Ատլետիկոյի 13 համարը Տաճատ Ներսիսյան, բայց այստեղ Դավթյանն է հեռացնում գնդակը, այն մնաց կրկին Ատլետիկոյի մոտ Ակուլյան Թոմաս Սարգսյան ազատվեց մեկ մրցակցից Սարգսյանը Մանուչարյանին ուղարկեց ստացավ պատասխան փոխանցումը, բայց հարվածը չստացվեց այստեղ Սարգսյանի Եզրային նետում կտեսնենք Դավթյան շարժվում է առաջ Ռոման Դավթյանը կատարեց փոխանցում դեպի Կարապետյանը վտանգավոր է, բայց այստեղ Մարկարյանը խանգարեց Կարապետյանին, հիմա նորից Ատլետիկոն կարողանում է դուր գալ պաշտպանությունից Ղանդիլյան Գևորգյանն է միացել գրոհին, Ղանդիլյան գուցե ինքը փորձի եզրափակել, բայց շատ ուշացեց այստեղ Արտուր Ղանդիլյանը, չնայած գնդակը նորից է Մանուչարյանի մոտ է, հիմա Ատլետիկոն երկրորդ տեմպով է գրոհում Արտուր Ղանդիլյան Մարկարյան, բայց այստեղ գնդակը բաժին ասավ Թոմաս Սարգսյանին ու Գրիգորյանն էլ խաղի կանոնների սահմաններում գործեց, հարված կտեսնենք հիմա Լիվերպուլի դարպասից Հարությունյան Այդ փոխանցում հետևեց Գոր Մարտիրոսյանն այստեղ Դարպասապահ Արաքելյանի հետ խաղարկեց գնդակը Շանելյան անցավ այստեղ Ղանդիլյանին Շանելյանը ու շարժվում է առաջ դեպի աջ փոխանցում Յուրի Հարությունյան բայց Հարությունյանի հետ փոխանցումը դեպի Շանելյանը չանցավ ու եզրային նետում հիմա է տիրացնի Լիվերպուլը Վարդան Գրիգորյան թողել գնդակը Հարությունյանին բայց այստեղ Մարկարյանը հաջող պաշտպանվեց, խլեց գնդակ ու նորից փորձում է սկսել իր թիմի գրոհ, բայց շանցավ Մարկարյանի փոխանցումը Մարտիրոսյանը, Համբարձումյանի հետ է խաղարկում, Մխիթար Համբարձումյան, հիմա էլ Ակուլյանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ այն ուղարկեց Արտուր Ղանդիլյանի ուղղությամբ, հիմա Ներսիսյանը զարգացնում է արագություն, կհետևի արդյոք փոխանցում, բայց Ղանդիլյանը այլ ուղղությամբ շարժվեց Արտուր Ղանդիլյան, այստեղ մաքուր գործեց Խանդամիրյանը, ոչ խախտեց խաղի կանոնները
Մանուչարյան այստեղ է Սարգսյանը խանգարել Մանուչարյանի արվածի ճանապարհին շնաց փոխանցում էր կատարում Սարգսյանի ուղղությամբ, բայց գնդակը մնաց Լիվերպուլի մոտ, հիմա Մարտիրոսյան շատ լավ փոխանցում Ամբարձումյան ու Գասպարյանը այստեղ փրկում է Ատլետիկոին։ Ռոման Դավթյան գուցե եւս մեկ անգամ փորձի երվից Դավթյանը հարվածեց ու հիմա էլ Ատլետիկոյի պաշտպանները իրենց վրա են ընդունում գնդակը անկյունային կիրասնի Լիվերպուլը։ Արագորեն խաղարկեցին գնդակը Մխիթար Ամբարձումյան լավներ փոխանցումը գոր Մարտիրոսյան, բայց այստեղ հասցրեցին վերադասավորվել Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Խանդամիրյան, Շանելյանն է գնդակով, Յուրի Հարությունյան ու Սարգսյանը այստեղ սահանգումով փակեց փոխանցման ճանապարհը։ Հիմա էլ Ակուլյանը կարողացավ խլել գնդակը ու կփորձի սկսել իր թիմի հերթական գրոհը։ Շատ լավ փոխանցում հետևեց դեպի Մարգարյանը։ Մարգարյան եւ նկատեց Ղանդիլյանին ու կատարեց փոխանցում, հիմա էլ արդեն Ակուլյանն է ստանում գնդակը։ Ակուլյան ուժեղ կատարեց մի փոքր այստեղ Ակուլյանը փոխանցումը, լավ էր նկատել Մարգարյանի առաջ խաղացումը, բայց չհասկացան այստեղ միմյանց Ատլետիկո երկու ֆուտբոլիստներ, եզային նետում կատարեց Գրիգորյանը Դավթյանի ուղղությամբ։ Գոր Մարտիրոսյան թողնում է գնդակը Վարդան Գրիգորյանին։ Կրկին Մարտիրոսյան ու Ղանդիլյանը այստեղ նորից լավ պաշտպանվեց, գնդակն էլ Սարգսյանը պահեց դաշտի սահմաններում, երկու ութամբարների պայքար ենք տեսնում ու Համբարձումյանը այստեղ խախտեց խաղի կանոնները Թովմաս Սարգսյանի դեմ պայքարում։ Հիմա Գևորգյանի փոխարեն կրկին Գալստյանը վերադարձավ խաղադաշտ։ Ու տեսնենք ինչ կփորձի անել Վայե Գալստյանը որպես թարմուշ։ Հիմա խաղարկում են գնդակը Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները Թովմաս Սարգսյան ու Գրիգորյանի ձեռացավ գնդակը դաշտի սահմաններից, եզային նետում պետք է իրացնի Ատլետիկոն։ Կա փոխանցումը, բայց այստեղ Դավթյանը թույլ չտվեց, որպեսզի անցնի եզրային նետումից կատարած փոխանցումը, իսկ հիմա արդեն եզրային նետում հենց կկատարի Ռոման Դավթյանը։ Դավթյանն նետեց գնդակը Մխիթար Ամբարձումյանի ուղղությամբ։ Եվ ինչ է նշանակել մրցավարը, հարված պետք է լինի Ատլետիկոյի դարպասից, այո, չկար խաղի կանոնների խախտում, գնդակն էլ հենց Համբարձումյանից էր դուրս եկել դաշտի սահմաններից։ Ու տեսնենք Գասպարյանը ինչ որոշում կայացնի հիմա գնդակը մտցնելով խաղի մեջ։ Կա մրցավարի սուրիչը Աշոտ Գասպարյան, խորքից փոխանցում հետևեց, բայց Վարդան Գրիգորյանը այստեղ թույլ չտվեց, որպեսզի գնդակը անցնի։ Իսկ հիմա Գրիգորյանի կատարած փոխանցումը հասավ Մարտիրոսյանին։ Ամբարձումյան դեպի Խանդամիրյանը փոխանցում հետևեց։ Եթե մեկ գնդակ արագորեն ետ բերի Լիվերպուլը, ապա շատ բան կարող է փոխել, բայց առայժմ Ատլետիկոն լավ է պաշտպանվում։ Շանելյան, իսկ այս փոխանցումը հասավ դեպի Ատլետիկո Երևանի դարպասապա Գասպարյանին, ոչ ոք չարձագանքեց Լիվերպուլի ֆուտբոլիստներից, Ներսիսյան։ Այո, բայց այնպես է, որ երկու գնդակը այս թիմերի միջև այս րոպեին ոչինչ չի կարող որոշել, ինչպես նշեցի դիմակայությունը դեռ ունի պատասխան հանդիպում եւ դեռ այս հանդիպումն էլ ավարտված չէ։ Սարգսյան զարգացնում է արագություն Թովմաս Սարգսյանը, բայց այստեղ գնդակը մի փոքր հեռու թողեց իրանից ու եզրից կնետի Լիվերպուլը։ Ավդալյանն է վերադառնում խաղադաշտ Մանուչարյանի փոխարեն, իսկապես Մանուչարյանի գործը այսօր շատ լավ կարողացավ կատարել, գրավեց մրցակցի դարպասը հեռվից կատարած հարվածով, բավական գեղեցիկ գոլ գրանցեց այստեղ։ Մարտիրոսյան մնաց գնդակով Լիվերպուլը, Մարտիրոսյան բարձից դեպի Համբարձումյանը կատարեց փոխանցում, բայց ուժեղ ստացվեց գոր Մարտիրոսյանի կատարած փոխանցումը ու գնդակը պետք է լինի Ատլետիկոյինը։
Եվս մեկ փոփոխություն է կատարում Ատլետիկո Երևանի գլխավոր մարզիչ Հայկ Միրզոյանը խաղադաշտ վերադարձավ Գևորգյանը հիմա էլ Մարկարյանին փոխարինելով Գասպարյանը հեռացված է, գնդակը ռիսկ էին դիմում այստեղ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները, բայց Գասպարյանի հեռացումը ստացվեց Սարգսյանի համար փոխանցում, Թոմաս Սարգսյանը ու վաստակեց այստեղ Սարգսյանը անկյունային հարվածի հնարավորություն, այո։ Արաքելյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Գալստյան հետևեց փոխանցում, Ղանդիլյան այստեղ գեղեցիկ է կասեցնում գնդակը, Ներսիսյան հերվից հարված ու Գրիգորյանը կանգնեց գնդակի ճանապարհին, չի ավարտվել Ատլետիկոյի գրոհը, հիմա էլ Ակուլյանի հարվածն է բավական բարձր ստացվում, այո լավ էին արել ամեն ինչ այստեղ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները, բայց վերջնական հարվածը բարձր ստացվեց Ակուլյանի կատարած, իհարկե մենք նրանից սովոր ենք նմանատիպ իրավիճակներում խոցել մրցակցի դարպասը, բայց այս դրվագում չստացվեց։ Գրիգորյան շատ լավ է նկատում Խանդամիրյանին, հիմա Լիվերպուլի պատասխան գրոհը տեսնենք։ Նարեկ Խանդամիրյան լավն էր անցումը, Խանդամիրյան, բայց Գալստյանը վերջի պահին խլեց գնդակ ու շարժում է առաջ այստեղ ուղղակի հեռու թողեց Գալստյանը մի փոքր իրենից գնդակը եւ այն բաժին ասավ կրկին Լիվերպուլի ֆուտբոլիստերին Յուրի Հարությունյան Դավթյանին նկատեց կենտրոնում շրջվեց Դավթյանը Գրիգորյան կրկին Դավթյան գեղեցիկ պատխաղարկում էր Մարտիրոսյանն է ստացել գնդակը կրկին Հարությունյան Գոր Մարտիրոսյան, բայց այստեղ Ատլետիկոն կարողանում է խլել գնդակ ու տեսնենք ինչ գրոհ կազմակերպեն հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ղանդիլյան Այստեղ այո ոչինչ չարեց Չանելյանը, բայց միայն որ հայտնվել է այդ դրվագում խանգարեց մրցակցին ճիշտ փոխանցում կատարելու համար։ Հիմա եզից նետում են Լիվերպուլի ֆուտբոլիստները Շանելյանին է ուղղված այս փոխանցումը, հասավ գնդակին Ժոզեֆ Շանելյանը Դավթյանին թողեց Ռոման Դավթյան Լավ են նկատել այստեղ Դավթյանը խաղընկերոջը, բայց փոխանցման առաջին արձագանքեց Ատլետիկոյից Գևորգյան ու Ղանդիլյանն էլ փորձում է սկսել Ատլետիկոյի երթական գրող Ղանդիլյան հարված ու Արաքելյանը այստեղ տեղում է այս դրվագում ստացվեց Ատլետիկոյի մոտ գրավել մրցակցի դարպասը, իհարկե կարող է հարվածից բացի նույնիսկ փոխանցում կատարել Ղանդիլյանը, բայց ընտրեց հարվածի տարբերակում այս դեպքում դա չստացվեց Հարությունյան Ցածրից փոխանցում դեպի Դավթյանը, եթե լավ կասեցներ այստեղ Դավթյանը կարող էր հարվածել դարպասի ուղղությամբ, բայց գնդակը անհարմար էր գալիս ու ստացվեց այդ բարդ իրավիճակում հաջող կասեցում կատարել, հիմա եզրային նետում կիրասնի Ատլետիկո Երևանը։ Kees meter, dat kan afspelen met Stiel, die smak. Samen nou. Maar nou moet dan maar. Weer moet dat samen. Ha. Aan. Go. Ես իսնետեց Ղանդիլյան Ակուլյանի ուղղությամբ Բայց այստեղ չկարողացան հաջող կերպով դուրս գալ Ատլետիկոյի ֆուտբոլիստները պաշտպանությունից Գալստյան այստեղ մնաց գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստի կատարած խախտումից հետո Լիվերպուլի մոտ այդ իսկ պատճառով չստուլեց մրցավարը կար այո Գալստյանի կողմից խաղի կանոնների խախտում նախորդ դրվագում Հարությունյան անցավ այստեղ փոխանցում Հարությունյանի կատարած Գրիգորյանն է գնդակով վերջին 3 րոպեներն են մնացել հանդիպման ավարտին Դավթյան տեսնենք դա ինչ կտա հիմա Լիվերպուլին առաջին հերթին իհարկե նրանք եթե կարողանան հիմա մեկ գնդակ ետ բերել ապա ամեն ինչ ավելի կետակրանա պատասխան հանդիպումից առաջ չնայած որ երկու գնդակը կրկնում են որոշիչ չէ այս դիմակայությունում Եզրափակիչ դուրս եկող թիմի համար, քանի որ երկուստ էլ պայքարում են միջև վերջի րոպեները Խանդամիրյան կա փոխանցումը, բայց ուժեղ է ստացվում այստեղ Նարեկ Խանդամիրյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի Գասպարյանի դարպասից Գևորգյան լավ նկատեց այստեղ Գևորգյանը Ղանդիլյանին
Տաճատ Ներսիսյան, մեկը բումով հասյալդեց գնդակը Գալիսյանին վերջինս էլ դեպի Ղանդիլյանը փոխանցում կատարեց կա Թովմաս Սարգսյանի տարբերակը, բայց Գալիսյանին է ուղարկում գնդակը Ղանդիլյանը վտանգավոր է, այստեղ Շանելյանը թույլ չտվեց, որպեսզի Գալիսյանը հարված կատարի դարպասի ուղղությամբ։ Հիմա խլեց Ջոզեֆ Շանելյանը գնդակը ու վաստակեց Եզրային նետման հնարավորությունը, արագորեն ուղարկեց գնդակը Գոր Մարտիրոսյանին, բայց այստեղ Ակուլյանը մաքուր խլում կարողացավ կատարել Մարտիրոսյանից ու սկսում է Ատլետիկոյի հերթական գրողներից մեկը Ակուլյան շատ լավ անցում կարողացավ կատարել, հարվածել կատարեց ուշեղությամբ ստացվեց Ակուլյանի կատարած հարվածը։ Յուրի Հարությունյան շատ լավ նկատեց խաղընկերոջը Հարությունյանը, բայց փոխանցում ուժեղ ստացվեց ու գնդակը կրկին Ատլետիկոյի մոտ է Ղանդիլյան։ Գալստյանին է ուղարկում գնդակը դեպի ձախ Թովմաս Սարգսյան ու կար այստեղ խաղի կանոններից խախտում Սարգսյանի դեմ պայքարում այո։ Տեսնենք Վայ Գալստյանն է գնդակի մոտ այս ստանդարտի իշխ կտա Ատլետիկո Երևանին կամ մրցավարի ստունիչը Գալստյան հարվածեց դարպասի ուղղությամբ ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն։ Մանուչարյանը հիմա կատարի անկյունայինը կա փոխանցումը, բայց այստեղ Ներսիսյանի կատարած հարվածը հաջող չստացվեց, Ավդալյանն էլ հարվածեց ու գնդակը վերցրեց Լիվերպուլի դարպասապահ, շատ լավ փոխանցում կատարելով Ջոզեֆ Շանելյանի ուղղությամբ Կարապետյան վտանգավոր գրոյի անցել Լիվերպուլը Կարապետյանն էլ լավ հարվածեց ու այստեղ փրկեց Ատլետիկոյին, Ատլետիկո Երևանի դարպասապահ Աշոտ Գասպարյանը ֆանտաստիկ ցածկով արագորեն Հիմա խաղարկեն Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը, Շանելյան խաղարկում է գնդակը Մարտիրոսյանի հետ, Դավթյան շատ լավ նկատեց Մարտիրոսյանին, բարձից փոխանցում Գրիգորյանի ուղղությամբ, հարվածել կա ուշեղությամբ կընթանար գնդակը, բայց Գևորգյանը թույլ չտվեց, որպեսզի այն դուրս գա դաշտի սահմաններից։ Հիմա եզից կրկին կնետի Լիվերպուլը։ Դավթյան կատարեց եզրային նետումը, բայց Գալստյանն հեռացեց գնդակը։ Հիմա արդեն ձախ եզով է Լիվերպուլը գրոյի անցել Ջոզեֆ Շանելյան։ Խանդամիրյանին է հասցեատում գնդակը Գոր Մարտիրոսյան, բարձից փոխանցում դեպի Վարդան Գրիգորյանը, բայց այստեղ Գրիգորյանի կատարած փոխանցումը շեղությամբ ընթացավ ու հարված կլինի կրկին Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից։ Գասպարյան ուժեղ փոխանցում կատարեց առաջ ու գեղեցիկ ստացվեց այն դեպի Արման Ավդալյանը, բայց այստեղ Ավդալյանը խախտեց խաղի կանոնները։ Արագորեն խաղարկեց Լիվերպուլը գնդակը Հարությունյան, բայց այստեղ այլ ուղղությամբ հետևեց Հարությունյանի կատարած փոխանցումը ու Ատլետիկոն նորից նետվում է առաջ Վայ Գալստյան։ Լավ էր մտածել Գալստյանը, բայց այստեղ ավելի շատ Լիվերպուլի ֆուտբոլիստներն էին ու դարպասապահը վերցրեց գնդակը Մարտիրոսյան կատարեց փոխանցում դեպի Վարդան Գրիգորյանը, վերջին գրոններից մեկը Լիվերպուլի Գրիգորյան Մարտիրոսյանի հետ խաղարկեց, միացեց գրոյի Մարտիրոսյանը Հարությունյանին, իսկ Հարությունյանի կատարած փոխանցումից հետո եղավ անդրադարձ, բայց եզրային նետում կկատարի հիմա Լիվերպուլը։ Դավթյան ուղարկեց գնդակը Շանելյանին, ստացավ պատասխան փոխանցումը, բայց այստեղ Մանուչարյանը խլեց գնդակը մրցակցից ու հիմա նետվում է առաջ Ատլետիկո Երևանը, Մանուչարյան լավ նկատեց Ակուլյանին, վտանգավոր գրոյի անցել Ատլետիկոն, տեսնենք այս գրոյի կտա Ատլետիկո Երևանին Գագիկ Ակուլյան։
Մնաց գնդակով առայժմ Ակուլյանը հարված կատարեց, բայց Արաքելյանը տեղում էր։ Իսկ Արաքելյանի կատարած փոխանցումը հասրեց գնդակը պայել դաշտի սահմաններում Դավթյանը Մանուչարյան Ներսիսյան եւս մեկ փոխանցում ու նորից գնդակը բաժին է հասնում Լիվերպուլի դարպասապահ Արաքելյանի վերջինս էլ նետուն կատարեց Ջոզեֆ Շանելյանի ուղղությամբ, բայց այստեղ շտապելուց կորցրին գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները Մանուչարյանն էլ փորձեց օգտվել այդ հնարավորությունից, բայց այս անգամ չստացվեց։ Հիմա հարված կլինի Լիվերպուլի դարպասից Մարտիրոսյան կատարեց փոխանցում դեպի Մխիթար Համբարձումյանը, քիչ առաջ նա կրկին վերադարձավ խաղադաշտ փոխարինելով Նարեկ Խանդամիրյանին Համբարձումյան, բայց այստեղ Ակուլյանը հեռացեց գնդակը, երկրորդ տեմպով է գրոհում Լիվերպուլը, Գրիգորյան Մարտիրոսյան եւս մեկ փոխանցում ու Տաճատ Ներսիսյանն է հեռացնում գնդակը, ստացվեց այն փոխանցում Ավդալյանի ուղղությամբ, բայց այստեղ երկրորդ հարգում Շանելյանը լավ գործեց։ Ու հիմա հենց Շանելյանն է գնդակով, Ավդալյանը այստեղ էլ չկար խաղի կանոնների խախտում ու 4-2-ի դիմաց նետվում է առաջ Ատլետիկով, բայց այստեղ մի փոքր անհաջող ստացվեց Գալստյանի կատարած փոխանցում ու Գրիգորյանը երկու դեպքում էլ կարողացավ վերացնել հիմա էլ վտանգավոր հակագրոհի անցել Լիվերպուլը Մարտիրոսյան Համբարձումյան ընկավ այստեղ արդեն գրոհի տեմպը, բայց շարունակում է գրոհի Լիվերպուլը Շանելյան, կրկին Մարտիրոսյան, հարվածում են գնդակ այնուամենայնիվ Լիվերպուլը ետ բերեց 4-3 4-3 այո եւ հենց այստեղ էլ լսվում է հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ Սունիչի իսկապես այս գոլարատ հանդիպումի վերջո ավարտվեց 4-3 հաշվով Օկոտ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստերի, բայց դեռ դիմակայությունը կունենա պատասխան հանդիպում։ Այս հանդիպման համար նախատեսել ենք այսքանը կարճատև դադար, որից հետո խաղային օրը մեծ մոտ շարունակվում է։